Նազիկ Թորոսյանը դատան է եկել հետևելու 4 ամիս առաջ կալանավորված որդու դատավարությանը։ Հարություն Թորոսյանը մեղադրվում է հուլիսի 17-ին Սարիթաղում իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Սարիթաղը զրկել էին գազից, հոսանքից, տրանսպորտի միջոցից ամենակարևորը, որ Սարիթաղ բարձրանալն ու իջնելը այդ ամռան այդ տապին շատ դժվար է։ Փոխանակ պատժեն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար, պատժում են մեր երիտասարդներին, որոնք արդեն հունից դուրս եկած, ելել են բողոքի։ Բացի Հարություն Թորոսյանից այս գործով անցնում են նաև Հրայդի Սախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը։ Վերջինիս պաշտպանը միջնորդություն ներկայացրեց նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Երկամսյա կալանքի ժամկետը լրացել է եւ այն չի երկարացվել։ 25/09/2016 թվականից հետո Էդուարդ Զեյթունյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ առկա չէ դատարանի որևէ որոշում, հետևաբար վերջինս ենթակա է կալանքից անհապաղ ազատման։ Դատավոր Աննա Դանիբեկյանը մեկ ժամից ավել խորհրդակցական սենյակում մնալուց հետո որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստին խափանման միջոցը գրավով կամ ստորագրությամբ փոխելու միջնորդություն է ներկայացնելով Հրայրի Սախանյանի պաշտպանը։ Գրիշա Բալասանյանի խոսքերով որևէ ապացույց չկա նրա դեմ։ Բացի այդ, իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ։ Այս ընթացքում նա չի բուժվել, հոգեկանի հետ կապված խնդիր ունի, թոքերի հետ կապված խնդիր ունի եւ անհապաղ բուժում է պետք, իսկ այս պայմաններում բուժում, տենց ստացիոնար բուժում չի կարող ստանալ, հիվանդանոցային պայմաններ են պետք։ Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 25-ին։